հավատա տենց ավելի վատ է լինելու։ Ինչքան չասեմ։ Հայկ, պետք չի։ Հիմա ով է վախենում, ես թե դու։ Չի կարելի է սխալ է։ Ես չգիտեմ սխալ է, թե չէ։ Խնդրում եմ, Հայկ, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ, նա։ Մի քո մի հատ հետս շուտ կապի դուրս արի, հեռախոսդ անջատելով ոչ մի հարց չես լուծելու, շատ կարևոր բան կա խոսալու, կամ տեղդ ասա ես գամ, կամ էլ դու վերկաց արի տուն։ Վարո բան չասես, հա։ Գոնեք խոսած հասկանամ ինչ ա եղել։ Չէ, սենց հա ճիշտ։ Հայկը, որ սենց քեզ նայում եմ, մտածում եմ ընկերոջս համար վատ բան եմ արել։ Իզուր խոսացինք։ Ախպերս դու ինչ ասել ու ինչ արել ես ճիշտ ես եղել։ Հիմա արի մտածենք Միքոյին ոնց գտնենք։ Նարե։ Մամ, հագնվում եմ։ Բալես ինչ եղար, արին քեզ ես սպասում։ Հա, հեսա կհագնվում եմ կիչնեմ։ Լավ ես։ Ամինչ նորմալ է։ Այստեղ տեսեք, որ հատվածի վրա եք ուզում աշխատել, մինչև ես պատրաստվեմ։ Որևէ պրոցեդուրա երբևիցե կատարել եք։ Ոչ։ Իսկ ցավադիմաց կունեք։ Այո։ Դա շատ։ Այտուցներ, կապտուկներ եւ այլն։ Դες պրոցեդուրայից հետո հիմնականում 15 օր հետո ամեն ինչ լավ է լինելու։ Շատ քիչ կապելացնենք։ Ծավալի։ Շատ սիրում ես նարը։ Գնանք։ Կզանգես նարը։ Լավ։ Ախպերս անհանգստանալու կարիք չկա։ Եթե ուզում ես դու էլ մեր հետ կարաս գաս։ Միասին կգնանք։ Չէ, նորմալ է։ Գնացեք դուք։
Աղջիկը իրան շատ սխալ է պահում։ Ինչ ա եղել։ Այդ չես նկատում, թե չես ուզում նկատես։ Ուղղակի գնում են բաժին։ Իսկ ինչի է հասել բանը նրան, որ իրար հետ գնան բաժին, հա։ Ինչի են իրար հետ այդ մեքենայի մեջ եղել կասես։ Մամա Արմոն իմ մանկության ընկերն է, բայց ես Նարեի համար պատրաստ էի այդ տղուն ողջ թաղեի։ Բայց մի հատ նայի աղջիկդ ինչ է անում, էլի։ Ծիկերն անցավ, էլի Արմոնին կպած ման է գալիս, չէ։ Արմոնն էլ այդքան վատը չի։ Վրամ, քրոջդ մասին ես խոսում։ Վերջ, մամա։ Վրամ։ Վերջ ասեցի։ Այդ ինչ նշանադրության պատմություն է։ Ամենասովորական։ Այդ պատասխաներ Ոչ մի նշանադրություն էլ հատուկ ինչ-որ պատմություն չունի։ Ընդր բացառություն չի։ ուզում ես ասես դու դրան սիրում ես ու սիրելով ես նշանվել։ Նարը ինչի է քեզ թվում, որ ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ինչի ես տենց ծանր բերդ եմ ուսերիս, կասես։ Դու ինչ կապ ունես, կասես։ Արմոյի հետ նշանվում ես, որովհետև մտածում ես, որ անընդհատ ինձ պիտի փրկես, չէ՞։ Նարը ես ու բոլորը շատ լավ գիտենք, թե Արմոն քեզ ինչքան է սիրել ու սիրում միշտ։ Բայց դու երբեք դրան ուշադրություն չես դարձրել։ Մեկ էլ հանկարծ տենց ստացվեց, որ դարձար Արմոյի ընկերուհին։ Հետո ասում էիր ժամանակի հարց է, մերոնք ինձ ու քեզ իրար հետ տեսել են, դրա համար այս ամեն ինչը ու ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հիմա էլ պարզվում է, որ նշանվել եք։ 1000 անգամ քեզ ասել եմ, որ ինձ չփրկես, չէ՞։ Ես իմ հարցերը կարամ լուծեմ։ Նարե ամեն անգամ Արմոյի մասին խոսալուց դու ինձ զզվանքով ես խոսում, որ ոնց է ստացվում, որ հիմա նշանվել ես հետ։ Ոնց ստացվեց, ինձ կբացատրես։ Հայկ, վերջացրու, հա։ Ուղղակի ստացվեց։ Լացելով եկել է իր մոտս ու խոսում է իր հետս, հիշում ես։ Արմոյի ծեծից է իր հարցնում։ Հիշում ես, չէ՞։ Ես էլ գնացի ոստիկանություն այն մտքով, որ կարող է վերջին անգամս լինի ու էլ դուրս չգամ։ Բայց միջև այսօր ազատության մեջ եմ։ Ու դու ինչ-որ տարօրինակ պայմաններում նշանվել ես Արմոյի հետ։ Ինձ ա թվում, թե ինձ գժի տեղ ես դնում։ Հայկոն համակ եկավ քեզ։ Դու իմ ասածներին լուրջ չես վերաբերվում, բայց ես այն միակ մարդն եմ, որ ուզում է աչքերդ բացի։ Այսքան տարի ստի մեջ ես ապրել։ Հորդ պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է, համարի, որ ես կորած բարեկամ եմ։ Հա, մի բան էլ։ Եթե ուզում ես այդ պատմության հետքին դուրս գաս, գտի Քաջիկին։ Ինքը ամեն ինչ բոլորից լավ գիտի։ Էլի։ Այս ամեն ինչը ինձ հետ դուր չի գալիս։ Քաջիկը ինչ կապ ունի այս պատմության հետ։ Քաջիկը Արփի հերն էր։ Հա։ Ես չգիտեմ ինչ անեմ, արդեն ուղղակի սպայթում այլ չեմ հասկանում։ Կարող է գնաս տենաս խոսաս հետը։ Ինչ խոսամ, վարո։ Լավ, եթե ես այսքան տարի սխալ եմ իմացել հորս պատմությունը։
Ինչ են որոշել, որ նոր պիտի ինձ ասեն այս ամեն ինչի մասին։ Կամ ինչ որ մեկը շատ սխալ ու վատ կատակ է հետս անում, կամ էլ չգիտեմ։ Առար ինչ որ պետք էր։ Դուր պահեմ։ Չէ, պետք չի։ Ծանր չի, երկու հատ թելի կապա։ Լավ։ Զանգ ես սպասում։ Չէ։ Իսկ դու ում ես գրում։ Տեսա որ հաղորդագրություն ես ուղարկում։ Սխալ մի հասկացի, ուղղակի ինչ։ Իրականում ինձ հաճելի է, որ դու հետաքրքրում ես, թե ես ում եմ գրում։ Սխալ ենթադրություններ մի արա ու ասածիս իմաստը մի փոխի։ Այդ դեպքում բացատրի հասկանամ, թե ինչի նկատի ունեիր։ Թե չէ մտածելու եմ, որ խանդում ես։ Խանդելու համար նախ պետք է ինչ-որ լավ զգացողություններ ունենալ դիմացինի հանդեպ։ Լավ, կարևոր չի։ Չհասավ տաքսին։ Հեսը կհասնի։ Քերի չեմ ուզում, որ անշնորհակալի տպավորություն թողեմ քո մոտ։ Ու չեմ ուզում մտածես, որ ոչ մի բան չեմ հիշում։ Ես ամեն ինչը հիշում եմ, ինչ դու արել ես մեր համար։ Չեմ ուզում մտածես, որ մի վայրկյան անգամ մոռացել ենք այն ինչ արել ես։ Միքո, ես քեզ ասել ինչ որ բան բացատրես ինձ։ Դու գնա բացատրի այն մարդկանց, որոնք քեզ չեն հասկանում, քեզ չեն ճանաչում։ Դու իմ տան երեխեն ես եղել, իմ տանն ես մեծացել, ու եթե սխալ ես արել, իմ սխալն էլ ատեղ։ Բայց դու քեզ պետք է մի քիչ ուշ տաս, որ ես ու Հայկը կարողանանք մեջքիր կանգնած լինենք։ Լավ էլի քերի, 2 ժամա բացատրում եմ, որ պետք չէ Հայկից խոսես։ Լսի, անունդ կարող է գլխի տա խփե։ Մի հատ խելքի արի։ Հասկացանք, վիրավորված ես, նեղված ես, աղբեր է տա, չէ։ Հա, քո համար էլ հեշտ չի եղել։ Բայց Հայկի համար է պակաս չի եղել։ Սիրած մարդուն աչքի դեմը սպանել են։ Ում ունես բացի Հայկից, կամ Հայկը ում ունի բացի քեզանից։ Տատուտ պապուտ մասին ես խոսում։ Դե էլ պատկերացու պապդ կողքից կայնած քեզ նայեր։ Լսի չեմ պատրաստում գլխիդ խրատ կարդալու։ Բայց այդ քո վախդ, ինչքան վախենաս, այդքան ավելի շատ ես կորցնելու։ Եթե մի օր դու քո վախին չհաղթեցիր, այդ վախն է քեզ հաղթելու։ Ով սխալ չարել։ Դու, Հայկը, թե ես։ Ես էլ, դու էլ Հայկն է սխալ ենք արել։ Եվ եթե մենք պետք է մեղադրենք իրար, ումից ենք տարբերվում։ Միքո, Հայկը քո ընտանիքն է, իսկ ընտանիք ամենասուրբ բանն է քո կյանքում։ Աստված ամեն մեկի հանդեպ տեն շռալ չի լինում, և դու ունես մի հոգում, ում որ կարաս ընտանիք ասես։ Իսկ հիմա սխալ ես անում, որի համար շատ երկար զղջալու ես։ Քերի, ես հասկանում եմ ինչ ես ասում, բայց չեմ կարա ձև թափեմ, որ ամեն ինչ լավ է։ Իսկ ով է քեզ ասել ձև թափես։ Ամենասկզբի համար արի գնանք տուն, հետո կխոսանք։ Քերի, ես չէ։ Բան ասեցի քեզ, Միքո։ Վերկաս գնում ենք տուն։ Լավ էլի։ Առաջ անցի տղես, համեկը զանգենք Սոնային, հետն է կխոսանք։ Վերկաց։ Ախպեր ոչ Viber, ոչ WhatsApp, ոչ Telegram, ոչ մի բան չկա այս համարով բացած։
Այսինքն մնում է գնամ ու քաջիկին ուղիղ հարցս տամ։ Լավ, բա որ սարկած լինեն այս պատմությունը։ Ու իրականում ոչ մի բան էլ չկա։ Հա լավ, ով է պարապկամ, ում է պետք տես բան անում։ Չգիտեմ, Վարո։ Չգիտեմ։ Արմո պարտադիր չի միջև վերջ իմ հետ գաս։ Այդ ես գիտեմ պարտադիր է, թե պարտադիր չէ, ես եմ որոշելու։ Լսել եմ ատելիեն փակում ես, հա։ Տեղափոխվում եմ։ Ուր։ Քեզ ինչ։ Չես գնալու։ Խանգարում եմ։ Հա, խանգարում ես։ Ալո։ Ոնց ես։ Սրանից ավելի լավ երբեք չի լինի։ Զանգել ես, որ լռես։ Չէ։ Դե եթե մեր վերջին խոսակցությունից հետո զանգել ես, նշանակում է ինչ-որ կարևոր բան ունես ասելու։ Ասել լսում եմ։ Նարե, բան եմ ուզում հարցնեմ։ Չգիտեմ, ինձ թվում է, որ դու տեղյակ ես կամ ինչ-որ մի բան գոնե տենց գիտես։ Մտածում եմ հարցնեմ քեզ, թե չէ։ Ու ինչ ես հարցնելու։ Ես էլի նամակ եմ ստացել։ Ու այդ նամակում էլի ասվում է, որ ես հորս մասին են ինչ-որ գիտեմ, այդ տենց չի։ Անընդհատ նույն գիծն է գնում այդ նամակներում։ Որ այսքան ժամանակ հորիցս ինչ-որ մենք գիտենք, այդ սուտ է։ Քեզ ինչ է թվում, ես ինչ-որ բան գիտեմ։ Չէ, ով որ գրել է, ասում է, որ գնամ ու քաջիկին տեսնեմ։ Որ քաջիկը գիտի ինչա կատարվել իրականում։ Ու հիմա ինձ մնում է գնալ ու քաջիկին հանդիպել։ Նարե, դու կարող ես ինչ-որ բան ես լսել։ Հերեդ ու քաջիկը, որ իրար հետ խոսացել են, չգիտեմ, ինչ-որ խոսակցություն, ինչ-որ մի բան կողքից, ինչ-որ լսել ես ինձ ասա, որովհետև այդ կարող է ինձ օգնի։ Նարե։ Նարե։ Տաքսում է չէիր մոռացել։ Հա, իմն ապրես արմի։ Լավ, երևի անհարմար պահի եմ զանգել։ Կարող է խանգարում եմ քեզ, Նարե։ Հա, անհարմար պահի ես զանգել։ Մենակ ես էի ուզում տայում։ Հա, մեկ էլ վաղ ես գնալու եմ արեստավորի մոտ։ Ուզում եմ տեսնեմ ամեն ինչ կարգին է մեքենայիդ հետ կապված։ Դու մի անհանգստացի մեքենայիդ փող։ Ինչ ես դրել մտքիդ։ Այսինքն, ինչ պետք է դրած լինեմ, ընդհանրապես գնալու եմ տեսնեմ մեքենայիդ հետ ամեն ինչ կարգին է, թե չէ։ Արմո ցինիկ մի եղի, հա։ Ինչ հաղորդագրություններ ես ուղարկում Հայկին։ Ինչ ես պլանավորել, քեզով է թույլ տվել մտնես այնտեղ, որտեղ քո տեղը չի ու քո հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա ինչ նոր պլաններ ես մշակել։ Հեն։ Հայկո ջան, քեզ ինչ եղավ նոր լավ էիր։
Լավ, լավ, որպես բան մի խոսա էլի։ Ապերկը բացատրես հասկանամ ինչ ա եղել։ Քեզ sense նայում եմ մանկությունս եմ հիշում։ Մեկ էլ sense իմ երեխա վախտը հորն էր ֆարում։ Լավ օրտորի ջան։ Բարև, ցույց եղբո։ Միքո լավ ես։ Ընտիր։ Ուր ես Միքո։ Քեզ է բարև Հայկո։ Ասում եմ ուր ես Միքո։ Ու ինչ ես անհասանելի։ Քեզ ինչ։ Երբ եմ ես քեզ բացատրություն տվել, որ հիմա պիտի տան։ Տղեկ, sense չեղավ, չեք կարող իրար հետ հագիստ խոսակ։ Չէ, չենք կարող, քերի։ Չենք կարող, որովհետև այս խելոքը մտածել է, որ ես այնքան մեղավոր եմ, որ հետս կապ չի պահում։ Բայց այն Արմոյի հետ լավ էլ ջերմ հարաբերությունների մեջ է։ Միքո, Հայկը ինչ ասում։ Ասում էի, չէ, ոչ մի այտուց չի լինի, ես շատ գոհ եմ, հանկարծ ինչ-որ խնդիր լինի, անպայման ինձ զանգ արեք, լավ։ Շնորհակալություն ձեզ, կապի մեջ կրնում ձեզ հետ։ Կարող եք մոտենալ ընդունարանին։ Ոյ, սունոս է զանգել։ Ինչի չի պատասխանում։ Ուր էիր գիշերը Միքո։ Հետս խոսալուց տոնդ փոխի Հայկո։ Ասում ուր էիր գիշերը այդ Միքո։ Ոստիկանությունում։ Ինչ, անկյուն ես կանգնացնելու։ Մենակ չսկսես էլի բարոյ խրատական դասեր կարդաս։ Հաստատ դու այդ մարդը չես։ Լսի դու ինձ ձեռ ես առնում, հա։ Հարց եմ տալիս քեզ։ Դու ընդհանրապես ինքնասիրություն ունես։ Այսինքն ես այդքան չկամ քո համար, Միքո, հա, որ ինձ դիմելու փոխարեն այդ Արմոյին ես դիմում։ Թե ինչ ես ոստիկանություն ընկել, այդ հələ հարցի մյուս կողմն է։ Հա, ես քո համար այդքան չկամ։ Խոսա։ Հիմա մի հատ շունչ քաշի ու ուշադիր լսի Հայկո։ Թե ոնց եմ ընկել ոստիկանություն, ոնց եմ դուրս եկել, դա ընդհանրապես քո խնդիրը չի։ Արմուն իմացա եկել է, ես չգիտեմ որտեղից է իմացել։ Բայց դու էլ հետաքրքրվեիր գայր, տենց լավ ախպեր ես։ Այ տղա մեռա հետաքրքրվելով, ոնց գան որ զանգերից չես պատասխանում։ Ինչ։ Քերի զանգերին չեմ պատասխանում, բայց այսօր եկել եմ մոտս։ Հայկո գիտես ինչն է հետաքրքիր, որ հենց հերթը ասնում է քեզ մի քիչ նեղություն տալուն, ոչ մի բան չես անում։ Բայց հենց հերթը հասնում է գոռալուն, այդ ժամանակ հիշում ես, որ մեծ ախպերն ես։ Միքո։ Ինչ քերի, սխալ եմ ասում։ Հայկ, եթե իրոք ուզեիր, ես 2 կիլոմետր քաղաքում ինձ կգտնեիր։ Քերին գտավ, Արմոն իմացավ եկավ, դու չէիր կարում։ Թե ավելի կարևոր գործեր ունեիր։ Հիմա էլ ապահովության համար տենց 2 անգամ գոռացի, որ խիղճը հանգիստ լինի։ Չես այս չեղավ։ Մի հատ երկուստե հանգստացեք, ու ընդհանրապես բան մի խոսացեք։ Ու մեկ էլ հիշեք, որ երկուստե ախպեր եք։ Արա ինչեր ես խոսում, ինչ նամակ եմ ուղարկել Հայկին։ Արմո մի խաղա, հա։ Գոնե ես քեզ լավ եմ ճանաչում։ Շատ լավ գիտեմ ով ես։ Հա, Նարե ջան, էլի հարց չկա, բայց գոնե ասա հասկանամ ինչ նամակ եմ ուղարկել, որ ես էլ իմանամ ինչ ասեմ քեզ։ Ձեռ ես առնում։ Ես չէ, բայց ոնց որ թե դու հա։ Հայկի հոր մասին հաղորդագրություններ դու չես ուղարկում։ Ես։ Ում եմ ուղարկել։ Արմո վերջացրու լավ։ Նարե նորմալ բան բացատրի, հասկանամ ինչեր ես խոսում։ Ոնց ա եղել այդ դեպքը։ Որ իմացար քո կյանքում բանա փոխվելու։ Այ տղա, ես չեմ հասկանում, դու չես կարող իմ հարցերին նորմալ պատասխանես։ Հայկոն ես չի, ես իմ կամքով եմ ստե։ Ուղղակի քերին դժվար է հակառակվելը։ Դրա համար արի ոչ դու ինձ նկատի, ոչ է ես քեզ։
Այ խելոք։ Դու գոնե խոսալուց առաջ մտածում ես։ Մենք է բարու հետ մի քանի ուտելու բան պատվիրեցինք։ Հեսա իրար հետ կնստենք։ Լավ որ ընտանիքս սենց ամբողջական է դառնում, մենակ Սոնաս էլ ստեղ լիներ։ Այս դել երևի ամբողջական չի լինի, բայց մենք ինչքան որ կանք պետք է իրար հետ պինդ լինենք, տղիկ։ Հայկին նամակներ են գալիս, այն բովանդակությամբ, որը ինքը չգիտի։ Դու հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Այդ պատմության մասին շատ քիչ մարդիկ կան, որ գիտեն։ Ու դու այդ մարդկանցից միակն ես, ով տենց բան կանի, որովհետև այդ քեզ ձեռ է տալիս։ Այդ նամակներում Քաջիկի անունն է գրված։ Դե հիմա ասա, եթե դու չես, էլով է։ Իսկ դու այդ ինչից ես վստահ, որ շատ քիչ մարդ գիտի։ Ես Հայկի նամակներ չեմ ուղարկում նրան։ Այդ Քաջիկը նենց մարդ է, որ երկու բաժակ խմում իրան կորցնում է, ու ոնց ինձ է պատմել, նենց էլ կարա ուրիշին պատմած լինի։ Խափում ես։ Ես քեզ չեմ համոզելու, ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա։ Ուրիշ ոչ մեկի պետք չի, որ Հայկը իմանա այս մասին։ Նորից եմ ասում, ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա։ Ես ինչի տենց բան պետք է անեի, որ քեզ ինչ-որ բան ստիպեի, չէ՞։ Բայց ոնց տեսնում ես, ոչինչ էլ չեմ ստիպում քեզ։ Այդ դեպքում բա ով է։ Այսինքն ինչ-որ մարդ կա, ով գիտի ամբողջ ճշմարտությունը, ու հնարավոր է ամեն պահի բացահայտվի ամեն ինչ։ Այդ դեպքում բա դու որտեղից գիտես, որ Հայկին նամակներ են ուղարկում։ Այդքան մոտիկ եք իրար հետ։ Նարե ջան, ամեն ինչ նորմալ է։ Տեսա Հայկին ժամանակը այստեղ կանգնած եք, ներս չեք գալիս։ Հա, մամ ջան, նորմալ է, Արմոնը արդեն գնում է։ Մենք դեռ մեր խոսակցությունը չենք ավարտել, Նարը, կխոսենք։ Ես քեզ խոսելու ոչ մի բան չունեմ։ Դա դեռ կերևա։ Հաջողություն տիկին Անիկ։ Հաջողություն։ Ինչ էր ասում Արմոն։ Կարևոր չի։ Արմոնը էլի չգիտես։ Բարի ներս գնանք։ Ինձ թեյը հյուրասիրես։ Իհարկե, բաս։ Այ։ Բա, Վարո ջան, ես է մեր տղեկի պատմությունը։ Աբո ջան, ես պատկերավոր ես պատմում, ոնց որ ես էլ ձեր հետ ապրած լինեմ այդ տարիները։ Բա հիշում եք մի անգամ էլ քաղցր բամբակի մեքենան եկե մեր թախ։ Այդ հիմա ամբողջ կյանքում պիտի հիշացնեք, չէ՞ ինձ։ Երեխեքն է արագ վազեցին բամբակ առնելու։ Կարծում շահում էլ կար։ Հա, կար հիշում եմ։ Հայկոն իր համար վերցրեց եկավ տուն, բայց մի խոն չկար։ Գնացի հետևից տեսնեմ շահումի հերթակային էլ։ Էն էլ ինչի համար։ Մատանի էր, ուզում վերցներ Սոնայի համար։ Սոնասը հիվանդ էր։ Բայց վերջը հետ եկավ, իր բամբակը տվեց Սոնային, Սոնայի ուրախության չափը չես տեսել։ Ահա, Միկոյի ու Սոնայի կապը միշտ էլ ուրիշ է եղել։ Տենց է Սոնան չզանգեց։ Քերի ասել էր, որ Սոնան զանգելու է, դրա համար եկա։ Բայց հիմա պիտի գնամ։ Ուր ես գնում, բայց Ուր միշտ գնացել եմ։ ոչ մի տեղը չես գնում, նստի։ Ես մեզ տունը ում համար է, որ պետք է գնաս ուրիշ տեղ մնաս։ Քերի մենք արդեն խոսացել ենք այդ թեմայով։ Էլ ավելացնելու բան չունեմ։ Ես քեզ չեմ հասնում, ասում եմ, դու մնա։ Քերի հիմա ինչ ես ինձ անհարմար դրության մեջ դնում։ Չենք քննարկում։ Մնում ես այսօր ստեղ։ Քերի Վերջ, ասեցի չի քննարկվում։
Ես տենց էլ գիտեի, որ ստեղ նստած խմում ես։ Այդ ոնց է, որ ինձ հիշել ես։ Այդ դու ես ինձ մոռանում։ Ես քեզ միշտ էլ հիշում եմ։ Անհանգստանում եմ քո համար։ Պաստորեն ինձ էլ հիշող կա, էլի։ Պատկերացնում ես։ Ես քեզ եմ բերել։ Դու հո պատահական չէիր գա։ Դու ինձ փողոցային հարբեցողի տեղ ես դրել։ Հիմա ուզում ես որ խմեմ ու ինչ-որ բան պատմեմ, քեզ ա էլի։ Ձյաձ քաջիկ։ Ինչ պետք էր դու արդեն ասել ես, խոսացել ես, ես էլ լսել եմ։ Բայց հիմա ժամանակն է, որ ուրիշ մեկը լսի։ Այն ինչ որ դու կարել եք Աշոտի հանդեպ այդ շատ անմարդկային էր։ Թշնամին թշնամու հանդեպ տենց բան չէր անի։ Բայց դուք ոնց եք ձեր ընկերոջ հանդեպ արել։ Ես զարմանում եմ ոնց կարաք դուք այդ ծանր բեռով այսենց ապրեք։ Ես ապրելա որ ապրում ենք։ Ապրել չի բա ինչ է։ Ողջ առողջ այստեղ նստած ես ձյաձ քաջիկ։ Արի կլինի դու քարը փեշիցը թափի ու այս ամեն ինչի մասին պատմի։ Համ սիրտդ կհանգստանա։ Համ էլ դու հավատացյալ մարդ ես, չէ՞։ Աստված կարող է տեսնի ու ների քեզ էլի։ Բացի այդ ժամանակն է, որ դու Աշոտի տղերքին ես ամեն ինչը պատմես։ Վրամը էլի տանը չի։ Նորից։ Հա, չգիտեմ էլ ինչ անեմ, ոչ խոսում ա, ոչ շփվում ա, թե ոնց ա տնից գնում ու գալիս չեմ էլ տեսնում։ Ես երբեք չի պատկերացնի, որ Վրամը կսիրահարվի ու սենց կտարապի այդ սիրո համար։ Հա, ես էլ։ Բայց գիտես, որ սկսում եմ մտածել, հասկանում եմ, որ ավելի լավ է հիմա մի քիչ տանջվի, քան այդ աղջկա հետ լինի։ Իրանց կապը հաստատ ավելի մեծ տանջանք կծներ։ Այ, չգիտեմ։ Այնքան է սիրտս ցավում երեխուս համար։ Բայց հենց ավելի ճիշտ է։ Ու տես, այդ աղջիկը գնաց ու նույնիսկ չպայքարեց։ Լավ էլի մամա վերջացրու։ Ինչ։ Այդ աղջիկը երբ որ պայքարում էր, ձեր թշնամին էր։ Հենց սկսեց չպայքարել, ասում ես չպայքարեց։ Եթե չպետք է պայքարեր, ինչ էր երեխուս տանջում։ Ինքը չէր տանջում, այդ դուք ստիպեցիք, որ ինքը չպայքարի։ Ունես չի դու հիմա Վրամի մասին ես մտածում կամ անհանգստանում։ Ուղղակի Սոնան ինչ էլ անի, քո աչքին սխալ է։ Հա, տենց էլ կա։ Մամա։ Չհասկացա։ Հորքուրն է։ Ինչ։ Ինչ ա գրել նորը։ Ասա, սիրտս կանգնեց։